Մեկ նախադասությամբ Նիկոլ Փաշինյանի մասին։ Այդ մարդուն այլևս չեմ ճանաչում։ Ձեր նշած մարդը այլևս չի լինելու իր փոքրիկ ֆուրեր դառնալու երազանքի մեջ, ցանկացած բանակցված լուծում, նույնիսկ եթե դրանց քննադատը ես եղել եմ, ընդդիմախոսը, դրանք հրաշալի են ներկա իրականության համեմատ։ Որպես արտգործնախարար գոհ էր Հայաստանի կողմից եւ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման։ Պատերազմը եկավ, պատերազմը գալու էր բոլոր դեպքերում։ Ռուսաստանն այն ժամանակ Ելցինն էր ղեկավարում, Ռուցկոյ գար, Կոզիրև եւ դա ասես հին դոմարով Ռուսաստանն էր եւ ես եւ իմ ընտանիքս Հայաստան չենք եկել, որովհետեւ որևէ մի հայ իր սեփական օղի վրա մի գաթիլ արյուն գործընծնի։ Եվ եթե 13 թվականին մենք կդած լինեինք այդ ազգային համերաշխության, ազգային համաձայնության լուծումը այսօրը միգուցե չէինք ապրի միասին։ Մենք համարում ենք ոչ իրադեսական, ես կարծում եմ, որ գուսակցությունները ինքնուրույն առանցին փորձեն իրենց 5 կամ 10 կամ չգիտեմ լավագույն դեպքում 12-15% վերցնեն։ Իսկ ով էր ամենաանհաջողը։ Ես եմ։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Հայաստանի առաջին արտգործնախարար եւ ժառանգություն կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ազա, ոտքս բարով լինի։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ հրավերը եւ սկսեմ թերևս եկեղեցու մասին հարցից, որովհետեւ տեսել եմ ձեզ դեկտեմբերի 18-ին Էջմիածնում, գնացել եք վեհապարին պաշտպանելու, ճիշտ է։ Վեհապարի դեմքով իր մարմնավորած հանրագարկով, ազգային արժեքով պաշտպանել մեր արմատները, մեր իրավունքները, մեր ինքնությունը եւ Սուրբ Եկեղեցու անկախությունը իշխանությունից։ Պարոն Հովհաննիսյան, կա արդեն տեղեկություն, մասնավորապես 24 News-ն է այսօր տեղեկություն տարածել, որ դեկտեմբերի 28-ին, այսինքն այս կիրակի, Փաշինյանն անձամբ է գնալու այսպես կոչված պատարագի մայրաթոր եւ ինչ որ իրադարձություններ են այնտեղ տեղի ունենալու։ Դուք նորից այնտեղ եք լինելու։ Գիտեք ինչ, ես ընդհանրապես չեմ գնում ըստ քաղաքական բադվերի կամ նպատակահարմարության, գնում եմ պատարագի եւ ոչ միշտ մայրաթոր Երևանի եւ Հայաստանի ամենադարբեր եկեղեցիներում եմ մասնակցում, բայց եթե այդ լուրը հավաստի դառնա, առանց հայտարարելու ես ներկա կլինեմ թույլ չտալու համար մեր մայրաթորի հերթական բլծումը։ Պարոն Հովհաննիսյան, դուք հասկանալի պատճառով նաև շատ լավ ճանաչում եք Սփյուռքի ներկայացուցիչ եք նաև։ Ըստ ձեզ ինչ նշանակություն ունի հայ առաքելական եկեղեցին Սփյուռքի համար եւ ինչպես են հետևում հայաստանյան իրադարձություններին Սփյուռքում, հավանաբար շփվել եք մարդկանց հետ այդ թեմայով։ Պիտի չուզենայի շատ մեծ դարանջադում դնել հայաստանյան եւ Սփյուռքի հավատացյալների միջև մայրաթորը հայ առաքելական եկեղեցին մենք գիտենք, որ պատմական մեծ դերակատարում ունեցել է պետության պայմաններում, պետության փոխարեն անպետություն մեր դարաշրջանների ընթացքում եւ մինչեւ հիմա կոնե Սփյուռքի համար հազարավոր մղոններ այն կողմ ինքը օգնում է որ մարդիկ հաղորդակցվեն Աստծո հետ, գապ բահեն սեփական արմատների հետ, գտնեն ավանդականի եւ ժամանակակից խաչմերուկի գետը եկեղեցին ինչպես բոլոր մեր ինստիտուտները հանրագարքերը հոգևոր լինեն թե աշխարհիկ ունեցել է իր հետաքիծը իր մեծ վաստակն ու նվաճումները իր սխալները եւ միշտ ունի ինքը մարդահրավեր մարդագոչ ռելևանտ լինել ինքը վերապերի լինել օրվա երդասարտության օրվա սերունդի խնդիրներին այդ պահանջը կա բայց ինքը եղել է անփոխարինելի հաղորդագիծ անոթ կամուրջ եւ հավատի աղբյուր ողջ հայության համար, նաև Սփյուռքի հայության համար։ Եվ շարունակելով Սփյուռքի թեման, որովհետև մենք հասկանում ենք ինչ կարևոր նշանակություն ունի եկեղեցին մեր հայ առաքելական եկեղեցին Սփյուռքի համար, ըստ ձեզ այսօր Սփյուռքը իրեն adekvat է պահում, նկատի ունեմ, որ
ավելի մեծ ակտիվություն չի պահանջում իրավիճակը Սփյուռքից։ Մենք շատ քիչ հայտարարություններ ենք լսում, մենք շատ քիչ սփյուռքահայ գործիչներ ենք լսում այս օրերին։ Մենք բոլորս գիտենք արդեն, որ մի հատ սփյուռք չկա, սփյուռքի ամենադարբեր շերտերը կան, ենթասփյուռքեր կան, դարբեր թե աշխարհակրական առումով, թե այսինքն սերընթակցության իմաստով, բայց եթե պիտի փորձես ընդհանրացնել, պիտի ասեմ, որ այո, որոշակի հերավորություն կա, ընջախտ կա, ջագադակրաբաշխություն կա, ֆատալիզմ կա, որը թույլ չի տալի այսպես օպերատիվ, adekvat եւ ըստ հրամայականի, այսպես արդացոլել ներկա իրավիճակը։ Մարդիկ արհեստականորեն ընկնում են այդ երկընտրանքի տակ, թե մենք չենք ուզում քաղաքականանալ, չենք ուզում մասնակցել այս կամ այն քաղաքական, ջագադակրական խնդրի լուծման, բայց սա քաղաքական չէ, սա էգզիստենցիալ, սա գոյաբանական, գոյութենական խնդիր է մեր ժողովրդի համար, եւ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերում անձնապես ամենայն հայոց հայրաբեդին, այս կամ այն սրբազանին եւ այլն, սա մեր ինքնության, մեր իրավունքների, մեր արժեքների մեծ պատկանող հայոց եկեղեցու եւ մայր աթոռի խնդիրն է, որ թույլ չտանք, որ որևէ մեկը ինչ էլ բաշտոն ունենա, անունը ինչ էլ լինի, մեր ազգային անվտանգության ծառայությունները ինչպես ինքը չարաշահի, որ ինքը չկա մեր հազարավոր տարիների պատմություն, մխրճվի այնտեղ եւ փորձի ցույց տա, որ ինքը բարեփոխիչ է։ Դա ամենից շատն է ձեզ զայրացրել։ Այո, դա զայրացնում եմ, որ մարդիկ, որ չունեն հիմքը խոսելու, գնահատելու, քննադատելու, փոխանակ իրենց սեփական ոստանը անձնական, քաղաքական, քաղաքացիական լուծելու, իրենք փորձում են ուրիշ հարցեր լուծել։ Դրա համար, որ խոսում ենք Սփյուռքի մասին, որքան ես հասկացա, կար մի հատ եւ ինձ համար շատ հարազատ մի սրբազան, որը առաջի շրջանում առնչվում էր այս դիրատավ խմբի հետ, ես չգիտեմ Հովնան սրբազանը զոր օրինակ մինչև հիմա իրենց հետ է չէ, բայց ես հույս եմ դազում, որ Հովնան սրբազանը, Ալդագը, Վրթանեսը, Նավասարտը, մյուսներին լավ չեմ ճանաչում, մեկն ու մեկը ոչ թե դարձի գա, իրենք վերադառնան սեփական առաքելությանը, իրենց զայած ԱԱԾ նախկի ղեկավարը ասաց, որ որովհետև Փաշինյանը իշխանությունները լուրջ կոմպրոմատներ ունեն այդ մարդկանց վրա։ Ես չգիտեմ ով ինչ կոմպրոմատ ունի, ազդեցության տակ է, իրեն հերանեկար է տեսնում, ինչ որ իրեն բան խոստացված է, բայց մեծ ողբերգության համահեղինակ են դառնում, խաղալիք միգուցե միջոց սոսկ եղանակ ուրիշների ձեռքին, բայց ես կարծում եմ, որ մարդ պիտի կարողանա հասկանա իր դերակատարումը պատմականության մեջ։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, ես առնվազն ինքս ականատես եմ եղել, ինչ կարևոր նշանակություն ունի Հայաստան պետությունը, Հայաստանը Սփյուռքում ապրող հայերի համար։ Մի օրինակ բերեմ, Մոսկվայում, գիտեք, դեսպանությունը տարին մեկ ընդունելության պես մեծ օր է կազմակերպում եւ հրավիրում է, բայց քանի որ Մոսկվայում շատ են հայերը, Ռուսաստանում շատ են հաջողակ հայերը, տարբեր ինչ-որ բնակավարներում կայացած հայերը, միշտ ցանկացողները մի 100 անգամ ավելի շատ են լինում կամ կարող էր հրավիրվել։ Հրավիրվում էր սովորաբար մի քանի 100 մարդ։ Եվ ես շփվել եմ այդ մարդկանց հետ, մարդիկ, ովքեր ունեն գործարաններ Մոսկվայում եւ Ռուսաստանում, ովքեր շատ կայացած են իրենց բնակավարներում, շատ հաջողակ էին, իրենց համար այնքան կարևոր էր հայտնվել այդ մի քանի 100 հրավիրված հայերի մեջ, ու ինձ թվում էր, թե այս մարդկանց համար Հայաստանը որպես պետություն չափազանց կարևոր է, բայց այսօր երբ Հայաստանը, իսկ մինչ այդ Արցախը նման աղետի միջով էին անցնում, այդ մարդկանց ես նկատի ունեմ հավաքական Սփյուռքից սպասվող արձագանքը գոնե ինձ համար բավականին այսպես համեստ արձագանք էր։ Համաձայն եմ քեզ հետ ազայս զարգացնելու բան չունեմ, համաձայն եմ, դա երբ իր բացատրություններ ունի մարդկանց հոգեբանական վիճակը, նաև շփոթում են բահի գոյութենական խորքը եւ անձնական համագրանքները եւ հակագրանքները եւ այսպես հերվից
ուզում են մագերեսային գեղեցիկ փաթեթավորված լուծում, որ լեզու գտնեն, որ բանակցեն այս վիճակից ինչ որ գախարտական փայտիկով դուրս գա, չհասկանալով, որ այստեղ արդեն գա ողնաշարի սկզբունքի դիրքորոշում արդահայտելու եւ բահելու բայկարը իգադար ածելու հրամայական եւ սա գիտեք ինչ մենք բոլորս քիչ թե շատ մագերեսայինորեն թե խորքային գիտենք այդ բադմությունը թե քանի օդար իշխանություններ գայսրություններ չգիտեմ հրոսակախմբեր փորձել են ասպատակել մայրաթորը գիտենք Սարդարաբադյան բադմությունը բայց այս վիճակի որ մարդիկ ովքեր ուզում են սեփական իրենց կապիտուլացիան անգլերեն ասած collaboration, collaboration-ը վերջին արարի հասցնել իրենց թողնել հայոց պատմության շարունակությունը, գերդումը եւ մեր այս գերագա արժեքի հանցնումը ուղղակի անպատկերացնելի է։ Ես ուզում եմ մի բան հասկանալ, պարոն Հովհաննիսյան, օրինակ ձեզ համար հստակ է դուք եք ընկալում այսօր տիրող իրավիճակը Հայաստանում որպես ոչ թե ներքաղաքական զարգացումներ, այլ նաև սա հայ ադրբեջանական, կուզեք հայ թուրքական, այսպես արդեն քաղաքական հակամարտություն է, քաղաքակրթական հակամարտություն է։ Այսպիսի ընկալում դուք ունեք։ Այո, ես կարծում եմ, որ արդակին գործոնը ուղեկցությունը, մեկ հրահանքը ինքը գա, դա միակ գործոնը չէ սակայն, որտեղ ունեն ներսում շատ ենթակա պատրաստ հանցնարու գամագադարներ, ովքեր սեփական իշխանության, սեփական փառքի ղեկավար պատմության մեջ մեծ ղեկավարի հետ թողնելու իրենց պարպաճանքի համար պատրաստ են ամեն ինչի եւ կարծում թե ակնհայտ է որ սրա խորքում զուտ իմաստային բովանդակային բահով իհարկե գա օդար հետ օդար հրահանգ որը կապված է վերջի շրջանի իրադարձությունների հետ պատերազմ հայրենազրկում կապիտուլացիա եւ Թուրքիան եւ Ադրբեջանը եւ միգուցե ուրիշ երկրներ արևմուտք, հյուսիս ամենադարբեր ունեն իրենց նաեւ հետաքրքրությունները, բայց բարձ է որ մեր ժողովուրդը բարդվեց հավաքական մեր պատասխանատվությամբ 30 քանի տարվա մեր պատասխանատվությամբ, բայց առաջի հերթին այսօր գործող իշխանության եւ իշխանավորի հանցանքով մեղքով եւ ինքն է որ հիմա որ փորձում է առանց որևէ պատասխանատվություն վերցնելու փորձում է այս բարդությունը զարգացնելով այս իր իշխանության հեֆկը իրականացնելով արդեն ինստիտուտ առ ինստիտուտ քայքայել գործանել այն ինչ որ հայկական է եւ հայաստանյան։ Պարոն Հովհաննիսյան, դուք 80-ականների սկզբին Թավցում դասավանդել եք հայոց պատմություն, հայ ժողովրդի պատմություն։ Եվ հավանաբար շատ լավ եք հասկանում, հա, պատմական հարցերից, կարող եմ ձեզ հետ խոսել նաև պատմական հարցերի շուրջ, ձեզ մոտ չկա տպավորություն, որ մենք այսօր ապրում ենք մի պատմական ժամանակաշրջանում, չգիտակցելով դա, եւ մենք ականատես ենք, ինչպես ենք կորցնում պետականությունը, եւ ինչպես ենք կորցնում մի տարածք, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են։ Այսպես ասեմ, ոչ միայն պետություն, պետականություն, այլ նաև մի տարածք, միակ տարածք այս երկրագնդի վրա, որտեղ հայերը մեծամասնություն են կազմում։ Այո, այդ վեր իրական, այդ սուրեալիստական իրավիճակի մեջ ենք եւ չենք ապրում որևէ գայստրության ներքո, անվանական, օսմանյան է, թե ռուսական է, թե պարսկական է, ունենք pedagogan գազմավորում, դրոշակ, չգիտեմ, միջազգային ներկայացվածություն եւ այլն, բայց մեր իսկ pedagoganության պայմաններում գործել ենք հայրենի Արցախը, որը հազարավոր տարիներ եղել է հայկական, եւ մեր պետության պայմաններում ուղղակի
հանցնել ենք մեր հայկական ձեռքերով, հայկական մեղսակցությամբ, իշխանական նաև մասնակցությամբ։ Եվ հիմա հարցը գալիս է եւ սլակը դեպի մնացյալ Հայաստանը, մնացյալ հայրենիքը, Երևան մայրաքաղաքով, էլի դրոշով եւ այդ հարցը չեմ կարծում այնքան է որ ասենք հիմա որ Հայաստանը գոյություն չունենա որպես դարածք, այլ pedagogan գազམավորումը վտանգի տակ է դարածք դառնալու, ինչ որ մի անանուն, անդեմ, անարժեք մի դարածք, որ անունը կարող է լինի Հայաստան, Հայաստանի, չգիտեմ, Երևանյան Հանրապետություն, թե Երևանյան իշխանություն, բայց որ ըստ էության գդրում է գաբը մեր արմատների հետ, մեր պատմության հետ։ Պարոն Հովհաննիսյան, մենք մինչև հարցազրույցը, մինչև կամերաները կմիացնեին, ձեզ հետ խոսում էինք այս մասին։ Ձեր կարծիքով Հայաստանի բնակչության որ մասը կորոշի լքել Հայաստանը, եթե Փաշինյանը հաղթի, որովհետև բոլորը սրա մասին խոսում են, բայց բոլորը եւ ոչ ոք չի ուզում սրա մասին բարձրաձայն խոսել։ Բոլորն ասում են մենք կմնանք Հայաստանում, երբ կամերան անջատում ես կամ երբ ուղղակի ընկերական զրույց ես ունենում, բոլորը ասում են, եթե Փաշինյանը վերընտրվեց, մենք թողնելու ենք հեռանանք Հայաստանից։ Ես շատ չեմ հավատում վերջի մարտի փիլիսոփայությանը, բայց ես համարում եմ, որ մենք դեմ հանդիման ենք գալիս մեծ փոփոխության, որը հրամայված է, հրամայական է, որպեսզի մենք վերաբրենք եւ ունենանք աբակա որպես պետություն ունեցող ազգ եւ ես չեմ կարծում որ այդ ձեր ասածը լինելու է ես կարծում որ առաջիկա ամիսները ցույց են տալու որ մենք ունենալու ենք համազգային համապետական հանրագարքային հսկա փոփոխություն որտեղ ձեր նշած մարդը այլևս չի լինելու իր փոքրիկ ֆուրեր դառնալու երազանքի մեջ, այլ ունենալու ենք էյաբես դարբեր հավաքական պատասխանատվությամբ օժտված ղեկավարություն, որը իրապես ընդրված է եւ որը մեր երկրին ոչ թե հրաշքներ պիտի խոստանա ներկա իրական իրավիճակում, այլ պիտի կոնե շնչելու հնարավորություն դա բերելով Հայաստանը սպյուրքը մեր բոլոր ռեսուրսները, բաշարները, ոչ միայն նյութական, մասնագիտական, արժեքային, մշակութային, քաղաքագրթական, որ մենք վերջապես հասկանանք, որ մենք ոչ միայն անցյալ ունենք, որով կարող ենք ապագան, այլ նաև ապագա։ Գիտեք, 2026 տարին ձիու տարի է։ Եվ եթե կա չէ առասպել, որ գալիս է ինչ-որ մեկը հերոսը ձիու վրա եւ փրկում գուցե անդիմությունը ինչ-որ մի ձևով համախմբվի եւ այդ ձիու վրա գա եւ վերջապես հասկանա որ իսկապես ֆորս մաժորային իրավիճակ եւ իսկապես եկել է պահը որ փրկենք հայրենիքը անդիմություն ասելով որակյալ մեծամասնությունը մեր երկրի մեր ժողովրդի որը ներառում է անդիմություն թե խորհրդարանական թե արտախորհրդարանական հասարակական հոսանքներ, հգներ, լրագրողներ, մասնագիտական խմբավորումներ եւ անհատ քաղաքացիներ։ Այս բոլորը առանցին, որպես քաղաքացիներ եւ մասնագետներ, հոգեվորական թե աշխարհիկ հարվածի տակ են, հալածանքի մեջ են։ Բայց գյուղացիներն ասում են Փաշինյանը մեր գյուղում ասֆալտ է։ Դե ոչ բոլոր գյուղացիները հիմա պետք չէ ընդհանրացնել։ Ես երեք եմ լսել դրա մասին։ Ինքս։ Չէ։ Ես կարծում որ թե գյուղացիները, թե քաղաքացիները, իրական քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության, բոլորը ազատ որոշելու իրավունք ունենալով հանդերձ, պիտի հասկանան, որ այն էժան, թափանցիկ, շոյող, բայց սնանկ խոստումները, որ հիմա կան, խաղաղությունից սկսած, մինչև ասֆալտ եւ ճանապարհ, դրանք բերելու են, եթե այս վիճակը շարունակվի, բادرազմի, քայքանման, գործանման եւ ընդհանրապես ձեր ասած չգիտեմ ամփոփչական, բայց մասնագի արտակարգի դրա համար ես չեմ ուզում կանխատեսել կամ մարգարեանալ, բայց բացառվում է որ այս վիճակը կարող է շարունակվել։ Բացառվում է, շատ լավ։ Պարոն Հովհաննիսյան, նաև ուզում եմ ձեզ հետ խոսել նորից վերադառնալով ձեր դասախոսություններին 1980-82 թվականներին Ես այնտեղ հյուր դասախոս էի, լինելով ուսանող, հիմնական
դասախոսը, պրոֆեսորը, ակադեմիկոսը հայրս է Ռիչարդ Հովհաննեսյանը, Բայց դուք եք եւ ափսոս, որ ինքը այսօր չկա, որ կարողանա ձեզ մասնագիտորեն պատասխանել։ Ես ուզում եմ, որ նաև դուք որպես պատմաբան եւ որպես նախկին արտգործնախարար իմ այս հարցին պատասխանեք։ Արցախի հիմնահարցը, խնդիրը, ցեղասպանությունը, այդ երկու գաղափարները, չգիտեմ, թեմաները, որոնց շուրջ կառուցում էր մեր արտաքին քաղաքականությունը, իրականում խանգարում էին բանակցություններում, թե օգնում էին։ Ես չեմ կարծում, որ խանգարում էին, այնինչ որ հիմնված էր հայոց իրավունքի վրա, ինքնորոշման վրա, դա հայ մարդն էր, դա pedagogan գազམավորումն էր, դա ազգային ինքնորոշման խնդիր էր, այդ իրավունքները, ազատությունները, ինքնորոշման իրավունքը, դա հիմքն էր մեր ողջ դիվանագիտության, կոնե իմ մի դարվա ծառայության ընթացքում, եւ հուսամ, որ նաեւ դրանից հետո մենք թույլ տվել ենք այո դիվանագիտական սխալներ, բանակցային վրիպումներ, հույս ենք գաբել այստեղ ընդեղ, մինչև հիմա դարբեր իշխանությունները արդարացնում են միայն իրենց շրջանը, բայց պիտի ասեմ, որ ընդհանուր գիծը Գարմիր գիծը պաշտպանվեց, թե ինչ է նշանակում pedagoganություն, ազգային եզերք եւ դիվանագիտական հանձնարարություն։ Եվ ցավում եմ միայն, որ հիմա մենք տեսնում ենք, որ ինչ լինում է այսօր ինքնամերժում է եւ դարել են մեր դիվանագիտությունը, մեր իրավունքները լրիվ այլ ուղղությամբ, որտեղ իշխանության խոսնակի միջոցով հանձնվում է մեր իրավունքը։ Այսօր մեր իրավունքը իրացնում է մեր հակառակորդը, մեր թշնամին, մեր զավթողը, ինքը իրացնում է մեզ պատկանող իրավունքը։ Դրա համար ես չեմ կարծում, որ խանգարում է, բայց պիտի ասեմ, որ արտահայտ ենք, թե չէ, շատերը հիմա խոսում են ապաշխարանքի մասին ավելի եկեղեցի իշխանությունից հարաբերությունների համատեքստում, բայց նաև յուրաքանչյուր իշխանաշրջան իր վաստակով հանդերձ ունեցել է իր մեծ սխալները, թե հասարակական, թե ընտրական, թե դիվանագիտական, եւ ես ափսոսում եմ, որ մինչև վերջ այդ գիծը ինքնորոշման, իրավունքների պաշտպանության մենք չենք պահել, եւ դա թույլ է տվել, որ հիմա այս մարդը, որ ուզում է դառնալ Հայաստանի, չգիտեմ, վերազգային հերոս, այո, ինքը հետադարձով հիմքեր է, գրվաններ է փնտրում այդ փոքրիկ սխալների մեջ։ Եթե անցյալի մասին խոսենք, հա, ես գիտեմ, որ նման հարցեր տալը այնքան էլ տեղին չի, բայց այդուամենայնիվ որպես առաջին արտգործնախարար եմ ձեզ հարցնում, պատկերացրեք, որ բանակցություններում դերևս ասենք 20-րդ դարի վերջին, ասենք 1990-ականների վերջում Հայաստանը ճանաչեր Արցախը, բայց ոչ թե այդ 7 շրջաններով նաև, այլ հենց Արցախը, օրինակ Լաչինով ու Քելբաջարով կարար նման բան լիներ։ Իհարկե կարող էր։ Ինչ կանեին մեզ հետ։ Կուզեմ ասել, որ հիմա որ հետադարձով նայենք, ցանկացած բանակցված լուծում, նույնիսկ եթե դրանց քննադատը ես եղել եմ, ընդդիմախոսը դրանք հրաշալի են ներկա իրականության համեմատ։ Դրա համար դժվար է այս հարցու պատասխանը, որովհետև ես այն մարդն եմ, միջազգային իրավաբանը, pedagogan գործիչը, ով որպես արտգործնախարար գոմ էր Հայաստանի կողմից եւ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը Մոնտեվիդեո կոնվենցիայի համապատասխան։ Եվ ես կարծում եմ, գուզեմ ասել, որ այո, այդ դեսագետը թեև մի քանի ամիս փորձեցինք, խոսեցինք այլ երկրների հետ, անգամ նախագահի մակարդակով դեղ այդ հարցը բարձրացվում էր, ընդհանրապես գիծ բռնվեց, որ այդ քայլը պետք է խանգարեր բանակցային գործընթացին։ Ես իհարկե նույն հետադարձ հայացքով ով էր առաջինը ասել, որ դա պետք է խանգարի։ Որ պետության մայրաքաղաքից եք լսել դա։ Չէ, ես կարծում եմ ներսում այդպես որոշվեց։ Բայց ես ասում եմ, որ եթե ի սկզբանե մենք պաշտոնականացնեինք իրավունքի, ազատությունների եւ ինքնորոշման նկատմամբ մեր հանձնարարությունը, ինքնավստահորեն մեր դիվանագիտությունը, ռազմական գործունեությունը, մեր ներազգային վերելքը նաև համագարկեինք այս ուղիներով,
մենք պիտի կարողանայինք հասնել այդ ճանաչմանը առնվազն 94 թվականի զինաթաթարի բահով, որտեղ արդեն Զարմանալի էր, որ չեք երեք պետական միավոր իստորագրություններ գրում եւ այդ բայից նվազագույնը պետք է լիներ թե հետո ինչ պետք է լիներ դա արդեն ես չեմ կարող ասել բայց այդտեղ բادرվակ այն էր որտեղ եթե այդպես դուք մի տարի մնացիք մենակ որպես արտգործնախարար պարոն Հովհաննիսյան այս մյուս հարցը նախ վերջացնենք որ այնտեղ ասվում էր որ նման ճանաչումը կբերեր բادرազմի դե բادرազմը եկավ բادرազմը գալու էր բոլոր դեպքերում բայց դա պիտի մեր իրավական այսպես հիմնասյունը ապահովեր եւ մեկ ուրիշ բան այսինքն Ադրբեջանը կանխորոշում էր բանակցային գործընթաց ասելով որ մենք երբեք չենք ճանաչի Արցախը եւ Հայաստանի Պաշտոնական դիրքորոշման ներկայացումը իմ կարծիքով որևէ ձևով բացասաբար չէր ազդի կոնկրետ գետնի վրա իրականության վրա իսկ մի տարի այնպիսի վիճակ էր այն ժամանակ որ ես երբ նշանակվեցի Հայաստանը դակավին դե յուրե ճանաչված չէր աշխարհի կողմից մի քանի ամիս ես ներկայացնում էի մի երկրի արտաքին քաղաքականությունը որը պաշտոնապես գոյություն չուներ թագում էինք աշխարհի դուրը ճանաչեք ոչ միայն Արցախի հարցը գար բادرազմեր արյունահեղություններ եւ այլն գար նաեւ մեր պետական ճանաչման խնդիրը դրա համար պայմանները լրիվ ուրիշ էին դուք նաեւ Միացյալ Նահանգների քաղաքացի եք եղել Հայաստանի քաղաքացիություն չեք ունեցել երբ արտգործնախարար արդեն Հայաստանի քաղաքացիություն չի եղել է խորհրդային քաղաքացիություն բայց հետո 10 տարի անցավ հետո արդեն վերջապես 2001-ին ինչու միջև այդ չէիք ստանում չէին տալիս դիմում էի չէին տալիս եւ վերջապես դատական գործընթացներ կային դուրս եկա ամերիկյան քաղաքացիությունից դրանից հետո էլ 6 ամիս ապատրիդ մնացի առանց պետություն մնացի ինչ որ է երկար պատմություն է որի վրա այս չեմ ուզում մեծ ուշադրություն դարձնել հիմա որտեղ դրանք արդեն անցած եւ այնքան կարեւոր չեն բայց խնդիրը այն է որ բայկար էր անգամ այն ժամանակ քաղաքացի դառնալու խնդիրը հետո եղավ երկար ինչու մի տարի մնացիք այդ հարցի դե ես իմ բարդականությունը իմ ուժերի ներած չափով ակտիվ արտաքին քաղաքականությամբ կարծում եմ կատարեցի գար ճանաչման գործընթացը հետո գար դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը դարբեր երկրների հետ զուգահեռ Արցախի բանակցային գործընթացի դարբնումը եւ նաեւ պաշտոնականացումը ԵԱԽ-ի, այսինքն եւ այդ Մինսկի խմբի միջոցով, որի մայր փաստաթղթում դրված էր, որ վետոյի իրավունքով Հայաստանն էր մասնակցում, որտեղ պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղի ընդրված ներկայացուցիչները, որը պահանջում էր մարդասիրական միջանցք Հայաստանի եւ Արցախի միջև, կուզեմ ասել, որ մենք միջազգային դիվանագիտական սեղանի շուրջ վետոյի իրավունքով մեր տեղը ապահովեցինք եւ դրանից հետո արդեն գային դարբեր ընկալումներ թե ինչպես պետք է իրացվի մեր արտաքին քաղաքականությունը ինչ շեշտադրումներով դրանք վերաբերում էին մեր արդեն Արցախի հարցը մենք արդեն քննարկեցինք այսինքն Ռուսաստանի համար պետք չէր որ լիներ Հայաստանի արտգործնախարարը ԱՄՆ քաղաքացի ճիշտ եմ հասկանում Ես չի ասի, որ Ռուսաստանը մեծ առնչակցություն ուներ Ռուսաստանը այն ժամանակ Ելցինն էր ղեկավարում, Ռուտսկոյ գար, Կոզիրև եւ դա ասես հին դոմարով Ռուսաստանն էր եւ բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ խնդիրը այն է թե Հայաստանը պետք է ունենա գերակտիվ նախաձեռնող համապարփակ դիվանագիտություն, որը հիմնված էր սեփական իրավունքների եւ ինքնության վրա եւ ունեցանք որպես դրա արտացոլանք դարբեր մոտեցումներ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների պրիզմայով Արցախի ճանաչելու չճանաչելու որի մասին մի փոքր խոսեցինք Թուրքիա-Հայաստան հարաբերություններ ցեղասպանության ճանաչման հարցը եւ ընդհանրապես policy making-ի քաղաքականության ստեղծման ինչ եղանակ պետք է լինի ինստիտուցիոնալ հանրագարքային թե պետք է լինի ներգուսակցական
եւ այս ամբողջ համալիրներ որ բերես նրան որ արդեն իմ դարին լրացավ եւ ես համարեցի որ ստեղծված իրավիճակում ավելի ճիշտ կլիներ որ մեկ ուրիշը շարունակի գուսակցական Այսինքն լուրջ տարաձայնություններ եք ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ միայն բովանդակային թե ինչպես է ստեղծվում արտաքին քաղաքականություն Դուք նաև այն մարդն եք ում մասնակցությամբ ՄԱԿ-ում բարձրացվեց Հայաստանի դրոշը ճիշտ եմ հիշում 90 թվականի մարտի 2-ին իմ հոր Ռիչարդ Հովհաննիսյանի ներկայությամբ եւ մեր հայրենագիտների հոտ զանգվածների նաև ներկայությամբ բարձրացված մեր պետական դրոշը է։ Ինչ զգացմունքներ ունեիք։ Անասելի, որտեվ հայրս իր ամբողջ կյանքը նվիրել էր առաջի հանրապետության պատմագրության եւ ես գիտեի, որ այդ դրոշը բարձրացում է ոչ թե իմ ձեռամբ, այլ հանուն այն սերունդներին, որոնք երազել էին դենչացել էին այդ բահը մեր բաբերին, որ դեսել էին արհավիրք եւ ցեղասպանություն եւ հայրենազրկում եւ միգուցե մի փոքր ավելի կարեւոր թերջ զնված սերունդների համար, ովքեր պետք է ապրեին այդ դրոշի տակ եւ խնդիրը այն է թե այդ դրոշակը պիտի լիներ ինչ որ մի գեղեցիկ երակույն մի գդոր, թե ինքը պիտի ներկայացներ մի պետություն, որը ինքնավստահ էր, ուժեղ էր, քաղաքակրթական էր, որը աշխարհին բան ուներ տալու եւ առաջի հերթին գիտակցում էր եւ պաշտպանում էր սեփական իրավունքները։ Պարոն Հովհաննիսյան, դուք նաեւ մի քիչ էլ գնանք անցյալ, բայց ավելի մոտ անցյալ, 2013-ին որոշեցիք մասնակցել նախագահական ընտրություններին եւ ես շատ լավ եմ հիշում այդ շաբաթները, ամիսները, երբ բոլորն ասում են անիմաստ է մասնակցել, որտեվ միևնույն է Սերժ Սարգսյանը վերընտրվելու է եւ դուք գնացիք եւ մասնակցեցիք այդ ընտրություններին ես հիշում եմ քայլում էի գյուղար գյուղ բեսեդկա բիսեդկա եւ բարևում էիք մարդկանց հետո մենք դա կոչեցինք բարևի հեղափոխություն եւ ի վերջո 35% ձայն հավաքեցիք ըստ պաշտոնական տվյալների եւ միայն ըստ պաշտոնական տվյալների գրեթե 600,000 ձայն հավաքեցիք չեք կարծում այսօր հիմա այսօրվա ժամանակներից որ հետ եք նայում որ պետք է գնայիք մինչև վերջ ձեր պայքարը մինչև վերջ ասելով ինչ նկատի դուք չընդունեցիք արդյունքները դուք գնացիք հացադուլ հայտարարեցիք ազատության հրապարակում ես հիշում եմ ես այն ժամանակ Մոսկվայում էի իմ ընկերները ամեն մեկը գրում էր գնացի այսօր ստորագրությունս դրեցի չոր մատյան էիք բամա պետք է մինչև վերջ մնայիք Դա մինչև վերջը հիմա դուք գրգնում եք, բայց չեք ասում թե ինչ նկատի ունեք մինչև վերջը ասել։ Մինչև վերջը քաղաքացիների եւ ոստիկանության միջև ընդհարումներն, որի ընթացքում պիտի ունենաք նոր մարտի 1, հաջորդ Ես թվում է 2018-ը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը չէր գնալու Չէ, 13 թվականին այդ օրը, որը շատերը հիշում են, այդ օրը եթե շարունակվեր առանց մարտավարական շատ դժվար որոշումների, լինելու էր արյուն քաղաքացիների եւ ոստիկանների միջև 18-ին մի նայր այդ օրը լինել առանց քաղաքական արդյունքի ոչ մեկը չէր մտնելու Բաղրամյան Բողոդայի այդ նախագահական չգիտեմ շենքը այլ պիտի լիներ հագամարտություն մենք տեսել ենք թե դա ինչ բերել էր եւ ես եւ իմ ընտանիքս Հայաստան չենք եկել որովհետեւ որևէ մի հայ իր սեփական օղի վրա մի գաթիլ արյուն գործընծնի Բայց այդ ես ընդունում եմ, որտեղ այդ նկատողությունը գա մինչև վերջը ինչ է մնալ փողոցում, զորով, զորքով, չգիտեմ, շշերով մտնել նախագահական։ Բան ես կարծում եմ, որ ես իմ բաժին պատասխանատվությունը վերցրել եմ, մասնակցել եմ։ Մենք մեր գազիկով ժողովուրդը հաղթել է, մենք հաղթել ենք, դարել են այդ ընտրությունը մենք չենք կարողացել պահպանել մեր քվեները եւ դա առաջի հերթին իմ պատասխանատվությունն է ինչու չկարողացա այդ ռեսուրսներ ունենալ որ պահպանել բայց 40 օրվա մեջ ժողովուրդը տեսավ որ հնարավոր է այդ փոփոխությունը որը չկարողացանք իգադարացնել եւ դրա համար մինչեւ օրս կա այդ դժգոհությունը Օրինակ գիշերները երեկոները երբ արդեն պետք է քնեք հա ձեր մտքին դա չի գալիս չեք մտածում որ Եթե այլ ձևով զարգանային իրադարձությունները 2013-ին մենք այսօրվա աղետը չէինք ունենա։ Կարող ենք չմասնակցել, շատ ճիշտ ասացիք, որ գրեթե բոլորը
շրջաբադ է լինի, թե ընդհանրապես ասում, որ դրամապանական չէ, քաղաքագիտական չէ, պետք չէ մասնակցել, բայց մեզ կյանք է դրվել պայքարելու, մասնակցելու եւ այլընտրանք ներկայացնելու։ Բայց ի վերջո, ինչպես այսօր շատ ավելի գոբիտ, գոշտ եւ համագարկային ձևով չարաշահվում են ազգային անվտանգության մարմինները, հանրային ռեսուրսը, ադմինիստրատիվ բաշարները, այն ժամանակ նույնպես այնպես եղավ, որ ժողովրդի դված քվեն մինչև իր վերջնական դեղը չհասավ։ Դա բռնությամբ, դա զորով, դա ձեր ասած մինչև վերջ գնալով չէր լուծվելու։ Իմ ցավը եւ զղջումը այն է, որ ազգային համաձայնության լուծում չգտնվեց, որ բարոն Սարգսյանը եւ ես որ հրաբարակում էի հացաթուլի մեջ 21 օր այդտեղ լուծում չեղավ, որի միջոցով ժողովուրդը գասեր, ուրեմն ինչ որ փոփոխություն գա ինձ պատկանող նոր իշխանություն, ոչ թե Սարգսյանը ձեզ ոչ մի առաջարկ չարեց։ Գար ձևական մի առաջարկ, որ սահմանադրականի հանձնաժողով պիտի ստեղծեն, ես էլ դրա ղեկավարը դառնամ, բայց համագարկային ինստիտուցիոնալ ազգային համաձայնության որևէ լուծում չեղավ այդ լուծումը, իշխանությունը գնաց դոնախմբելու, մարդիկ որ գնացին դժգոհելու Ռաֆի մինչև վերջ չգնաց եւ հետո արդեն ինչ է, սա պայքար է, սա քարաթափում է, իսկ մեր քարաթափման մեջ մեր քարը ունեցավ շարունակություն, քաղաքացիական շարժումներ, էլեկտրիկ Երևան է, Մաշտոցի բուրակ է, տրանսպորտի հարցն է, Նոր Հայաստան շարժում է եւ հետո դարձավ 2018 թվականի հեղափոխությունը, իշխանափոխությունը եւ եթե 13 թվականին մենք կդած լինեինք այդ ազգային համերաշխության, ազգային համաձայնության լուծումը այսօր միգուցե չէինք ապրի միասին։ Հետաքրքիր է։ Այսօր մենք քիչ ենք տեսնում Ռաֆի Հովհաննիսյան քաղաքական գործչին, դուք հարցազրույցներ եք տալիս, բայց քաղաքականության մեջ կարծես թե շատ ակտիվ չեք։ Ինչ է անում այսօր Ժառանգություն կուսակցությունը, ինչ վիճակ է կուսակցությունում եւ ինչ ծրագիր ունի Ժառանգություն կուսակցությունը գալիք ընտրություններին 2026-ի։ Ես գրեթե առանց բացառության ազա ընդառաջում եմ հրավերներին, հարցազրույցների եւ լրագրողների։ Դրա համար ես չեմ խուսափում, բայց ոչ բոլորն են, որ ինձ հրավիրում են, որովհետև մենք գիտենք, որ հեռուստատեսությունները հատկապես, բայց նաև այլ լրատվամիջոցներ ունեն աղբյուրներ, ունեն պատկանելիության խնդիր, ունեն հրանքավորում կամ չգիտեմ ցուցակներ չեմ ուզում ասել, բայց եւ սա ոչ միայն իշխանական կողմն է, այլ նաև Անդիմադիր կամ իրեն ազատ անգախ համարող մեդիաներում դարիներով ինձ չեն տեսել, մարդիկ տեսնում են, չգիտեն, ես կամ որտեղ եմ իվայն։ Դա խնդիր չէ, երբ որ հարց կա, ես իմ տեսակետը արտահայտում եմ, ես իմ դիրքորոշումը ունեմ, մենք շարունակում ենք աշխատել զոհված զինվորների ընտանիքների հետ, օրանի միջոցով Արմենու հետ, ղեկավարությամբ նաև գարիքավոր երեխաների, Արցախի երեխաների հետ եւ այլն։ Դրա համար մենք այսպես երևալու կամ ռելևանտ վերապերելի լինելու խնդիր չունենք։ Մենք մեր գործը անում ենք առանց գովազդման, բայց ճիշտ է այդ նկատողությունը, որ համեմատած անցյալի հետ չկա այդ հանրային ներկայությունը։ Հիմա սա նաեւ խորանում է այդ պատճառը, որ անցյալ ընտրություններում համարելով այդ ընտրությունները ընդրահանտես կան խորոշված, ժառանգությունը չմասնակցեց։ Իսկ ժառանգության չմասնակցության որոշումը, որը նորից միաձայն չէր, կային ամենատարբեր տեսակետներ, եւ միշտ չէ, որ ես մեծամասնության մեջ եմ սեփական վարչության կամ գուսակցության մեջ։ Դա եւս ինչ որտեղ աբա քաղաքական որոշում էր։ Եթե դու գուսակցություն ես, դու պիտի մասնակցես այսպես թե այնպես։ Իսկ ուրեմն չմասնակցելը որոշ չափով հաճս հանրության աչքին հերացրեց կամ լուսանցկայնացրեց ժառանգության ներկայությունը։ Ինչ վերաբերում հիմա ժառանգությունը շատ ավելի է, քան գուսակցությունը, ինքը քաղաքապարախոսություն է, քաղաքագրթական առաջարկ է։ Մենք փաստել ենք, որ կարող ենք թե ազատությունը, ազատականությունը թե պահպանողական արժեքները ազգային,
թե նաև pedagogan իշխանության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության այս բոլոր արժեքները դնել միևնույն բանջարկի մեջ։ Եվ մենք համարում ենք ոչ իրատեսական, ես կարծում եմ, որ գուսակցությունները ինքնուրույն առանցին փորձեն իրենց 5 կամ 10 կամ չգիտեմ լավագույն դեպքում 12-15% վերցնեն։ Մեզ պետք է լայն, իմաստային, քաղաքապարական կոնսոլիդացիա իմ կարծիքով։ Մեկ ճակատ թե մի քանի։ Ես չեմ կարող կանխորոշել մարդկանց մոդեցումները, ես չէ որ պիտի դատավոր կանգնեմ որևէ մեկին, չէ թեև ունեմ իմ անձնական վերաբերմունքը, ես իմ անհատական տեսակետ այն է, որ նույն մանրագերդով, նույն մոդելով որ գնացին ժողովուրդը գնաց ընտրության անցած անգամ, եւ ժողովրդի մեծ մասը չմասնակցեց, նույն մոդելը չի կարող հաջողել։ Անհատների մասին հիմա չեմ խոսում։ Ես չեմ կարծում, որ պիտի գնանք ի շրջանս յուր դեպի անցյալ, դա պետք է բացառենք եւ նաեւ այս ներկան առաջին այս ներկան չի կարող ունենալ շարունակություն բայց ես կարծում եմ որ նրանք ովքեր հավատում են Հայաստանի ապակային մեր ազգային շահերին մեր ինքնիշխանությանը եւ մեր հայ մարդու իրավունքներին որոնք ունեն ազգային ճիղ բայց նաեւ իրատեսական լուծումներ են առաջարկելու մեր ժողովրդին Դուք ունեք նման իրատեսական լուծումներ Ես կարծում եմ որ ժառանգությունը ունի եթե ունենար առանցին վերցրած իշխանական ռեսուրս գդիդարգենք այս հարցազրույցի մեջ կասի այո անպայման կմասնակցենք եւ կհաղթենք ինչպես հաղթել ենք անցյալում բայց ոչ ես կարծում եմ որ ամեն մեկը այս բանն է մի քիչ համեստության բարգեշտության այս մեծամտությունը որևէ մեկի մոտ չի անցնելու եթե մենք գտնենք lingua franca-ն այդ ձևը եղանակը աննախադեպ կոնսոլիդացիա առաջ բերելու համար որտեղ յուրաքանչյուրը ոչ թե բարդում է պատասխանատվությունը մյուսի վրա, վերցնում է պատասխանատվությունը, մեր սխալները, մեր նվաճումները եւ բերում է այդ համագարկային այլընտրանքը քաղաքական եւ հավաքական պատասխանատվության հիման վրա, ոչ թե նոր փրկիչների առաջադրանքով։ Չեք կարծում ինչ որ աստվածային բան կա այս ամենի մեջ, որ եթե մենք պետք է փրկվենք ոչ թե ինչ որ մի փրկչի շնորհիվ, այլ հավաքական ուժի շնորհիվ։ Այս հարցերին դուք պիտի պատասխանեք, դուք շատ ավելի գեղեցիկ եւ հագիր եք, այո, պատասխանում։ Այո, պիտի լինի ոչ թե փրկիչ, այլ փրկությունը լույսը բադիմիչի ջակից, այսպես մեզ սփռված լույսը գաթիլ պետք է բերի դրան, որ մեզ պետք է հավաքական լուծում։ Այդ թիմը այդ հավաքականն է, որ պիտի պատասխանատվություն կրի։ Իրենց մեջ թող որոշեն ով է վարչապետ է, ով նախարար, ով վարչության պետ, բայց այստեղ սրանից հետո մենք չենք կարող ունենալ անցյալից եկած եւ հատկապես այսօր գարձրացած այդ ուղղահայացը, որտեղ կա մի մարդ, որը որոշում է ամեն ինչ։ Եվ այդ ամեն ինչը սեփական շահի ենթարկեցնելը, այն է ժողովրդավարական, դեմոկրատական, գեղեցիկ, այսպես գարկախոսների ներքո, սա բերելու է մեր պետության վերջնական գործանման եւ իրենց ցանկացած կապիտուլացիայի իգադարացման։ Մենք դա թույլ չենք կարող տալ։ Երբ եք երջանիկ, պարոն Հովհաննիսյան։ Այնքան երջանիկ, որ արդյունքներ լինեն ձեր աչքերում երջանկությունից։ Երջանիկ է, երբ որ ունեի իմ բաբերից, դադերից, Հովագիմին, Խնգենին, Գասպարին, Սիրունին եւ իմ ծնողներից, Ռիչարդին եւ Վարդիթերին, երջանիկ էի, երբ վերադարձա Հայաստան, իր բոլոր դժվարություններով, ցավերով, զրբարդանքներով, չգիտեմ ամեն ինչով հանդերձ, երջանիկ էի, երբ որ բարձրացնում եմ մեր պետական դրոշը մագի առջև, երջանիկ եմ այսօր, որ ունեմ հրաշալի ընտանիք եւ հատկապես թորնիկներ Լեո Ռիչարդը, Արենին եւ Անի Վարդիթերը եւ երջանիկ եմ որ հայ եմ եւ հայաստանցի թեև խոցված ինքնախոցված սխալական մեղավոր մահկանացու բայց նաեւ հանցնարու որ մենք այսպես չենք կարող թողնել մեր հայրենիքը հաջորդ։ Պարոն Հովհաննիսյան, մի պատկեր եկավ աչքիս առաջ, ասեք ծիծաղելի պատկեր է, հեքիաթային պատկեր է, թե իրականություն կարա դառնա։ Դուք անդիմադիր բոլոր ուժերի առաջին դեմքերը մի 7-8 հոգով կողք կողքի կանգնած առանց
թիկնապահների առանց ինչ որ ուրիշ մարդկանց պարզապես է այդ 7-8 հոգով գնում է գյուղ առ գյուղ եւ բոլորին բարևում եւ բոլորին բացատրում որ երկիրը պետք է փրկել ու բացատրում որ մենք 7 հոգով ենք նույնիսկ եթե մենք ամեն մեկը շատ ավելի վատն ենք քան Փաշինյանը ձեր աչքերում բայց 7-8 հոգով միասին հաստատ ավելի լավն ենք Օրինակ ես պատկերացրեցի որ հրաշալի պատկերը դեսախցիկներից հերու ազայց վերջի տարիների ընթացքում ես անցամ որպես քաղաքացի եւ ժառանգությունը փորձել է հասնել նման արդյունքի ամենադարբեր ձևաչափերով, առաջարկներով, հանրային առաջարկով, որը ներառում է դարբեր դաշտերի ղեկավարներ, աշխարհիկ թե հոգևոր, մինչև հիմա չենք հաջողել, դա ինքնին վերլուծության գարիք ունի, բայց պետք չէ շատ այսպես ֆետիշացնել, ոչ էլ դխրել, բայց պիտի շարունակենք այնպես, որ ով էլ լինի ինքը ունենա հանրային վստահություն եւ եթե ես անցամ որպես քաղաքացի Ռաֆի Հովհաննիսյան կարող եմ մի կաթիլ ներդնել որպես մերան որպես մարդկանց իմի բերող գամրջող իրար հասկացնող ես համարում եմ որ դա քաղաքացիական իմ բարդքի գադարումը կլինի մենք հասանք բլից հարցերին պետք է պատասխանել հնարավորինս հակիրճ շատ կարճ Եվ կամ այո կամ ոչ։ Հիմա կարդամ առաջին հարցը։ Մեկ նախադասություն անցնող տարին ինչպիսին էր։ 2025-ը։ Աննախադեպ, ցավալի եւ ողբերգական։ 2026-ն ինչպիսին է լինելու ըստ ձեզ։ 26 թվականը լինելու է համապետական համազգային վերափոխումների աննախադեպ տարի։ Իսկ ինչ ազգանուն է ըստ ձեզ ունենալու Հայաստանի հաջորդ վարչապետը։ Յանով պիտի վերջանա, ես այդ Յանը պիտի լինի ոչ միայն անվանական, այլ ըստ էության եւ ըստ արմատների։ Փաշինյան չի լինելու ազգանունը։ Կարող է եւ լինի, բայց ոչ թե այն մարդու հղումը դուք եք անում։ Իսկ հանուն իշխանափոխության, հանուն Հայաստանը Փաշինյանից փրկելուն Կարող եք օրինակ համագործակցել Սերժ Սարգսյանի հետ։ Որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ։ Որպես քաղաքացի, այո, արդեն մենք ԵԺԳ-ի շրջանակներում հանրապետականի հետ որպես դիտորդ անդամ համագործակցում ենք, ժամանակին իշխանություն ընդդիմություն, հիմա երկուսն ընդդիմություն։ Դրա համար մեծ հարցերի շուրջ հրամայական է համագործակցությունը։ Ով էր Հայաստանի նորագույն պատմության ամենահաջողված ղեկավարը։ Արթուր Մկրտչյան։ Իսկ ով էր ամենաանհաջողը։ Ես էի։ Դուք։ Իմ չափով ղեկավար, ես իմ ղեկավար չեմ համարում։ Իսկ եթե վերցնենք առաջին դեմքերի չափով։ Բոլորն ալ ունեին համարժեք սխալներ եւ համարժեք վաստակ, բայց կարող եմ ասել, որ ամեն մեկը դերակ գերակնահատեց սեփական եսը եւ անունը եւ չբերեց համագարկային եւ հավաքական թիմի պատասխանատվության։ Ես հիմա թվարկեմ անուններ, դուք ասեք, հանուն Հայաստանը փրկելուն եկող ընտրություններից առաջ կարող եք դաշինք կազմել այս մարդկանց հետ, թե ոչ։ Ռոբերտ Քոչարյան։ Ես դա իմ որոշելիքը չէ նախ եւ առաջ դա ժառանգությունը պիտի որոշի եւ ես դες ասել եմ այդ քվեարկությունների մեջ ես միշտ չէ որ մեծամասնություն եմ դանում ես լինում եմ փոքրամասնություն իսկ եթե ձեզանից կախված լինի եթե ինձանից կախված լինի եթե դուք խոսում եք հաղորդակցությունների մասին քաղաքացիների համակարգացիների հետ հաղորդակցվելու համար ես գոհ եմ բաց հաղորդակցության բայց ես կարծում եմ որ դուք եթե անձնավորում եք տեխնազուները նախ ժամանակավրեպ է Եվ երկրորդը ես կրկնում եմ, որ կարծում եմ, որ լուծումները պետք է լինեն հավաքական եւ աբակայամետ։ Դրա համար հիմա չգիտեմ ինչ անուններ պիտի շարեք, բայց հաղորդակցության համար բաց ենք եւ գոմնագից ենք։ Քաղաքական լուծումը սակայն շատ ավելի բարդ է եւ խորքային է, քան դա։ Այսինքն ավելի հեշտ է Սերժ Սարգսյանի հետ համագործակցելը։ Հիմա դուք փորձում եք ինչ, չէ, ես ասում եմ։ Չէ, անուններ եմ թվարկում։ Okay, դաշնակցության հետ։ Ես չեմ առնչվել վերջի շրջանին, որ ասեմ, որ հեշտ է թե սխալ է։ Դուք ասում եք հանուն հայրենիքի, դուք պատրաստ եք։ Եթե ամեն մեկը պատրաստ է իր եսը
վայր դնել, թեկուզ իր տեխնազության հնարավորությունը, իր եսը եւ հանուն հայրենիքի հավասար սկզբունքներով եւ մեկնագետից քննարկել վիճակը եւ հասնել լուծման, ես պատրաստ եմ, բայց ես կրկնում եմ, լուծումը չի կարող լինել ի շրջանս յուր, ոչ էլ այսօրվա շարունակությունը։ Եվս մի քանի անուն տամ, ինձ հետաքրքիր է իրենց հետ կհամագործակցեք, Արման Թաթոյան օրինակ։ Բոլորի հետ, որ հիմա պետք է թվարկեք։ Բոլորի հետ, Արթուր Վանեցյան օրինակ, Արթուր Վանեցյան։ Այո, բոլոր նույն եւ նման սկզբունքով։ Մեկը ներքուստ կարող է ինձ համար ավելի անմիջական հաղորդագից լինի, շատերին վաղուց չեմ հանդիպել, շատին ընդդիմադիր եղել եմ, բայց որպես սկզբունք բոլորի հետ, այո, շարունակեք։ Հա, շարունակեմ։ Եթե հետաքրքիր է ձեզ, այո։ Գագիկ Ծառուկյան։ Բոլորին այո։ Շատ լավ, ես կուզենայի, որ դուք մեկ նախադասությամբ դութագրեիք մեր ձևով շարժումը։ Եվ ինչ դերակատարություն կարող է ունենալ Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը Հայաստանում։ Ողջունելի է երիտասարդական այդ ավյունը, մեծ ցավ է, որ ինքը սերում է այն որոշումից, այդ անարդար, անիրավ որոշումից, որ այս իշխանությունը դարձեց բարոն Կարապետյանի նկատմամբ, շատ գեղդոտ հալածանք է, ոչ միայն իր նկատմամբ սրբազաններ կան, լրագրողներ կան, փաստաբաններ կան, ընդրված համայնքապետեր կան, շարքային քաղաքացիներ կան, երիտասարդներ կան, ինքը դրանցից մեկն էր բարոն Կարապետյանը եւ դրանից փխեց այս շարժումը։ Այդ երիտասարդական ակտիվությունը շատ կարեւոր է, այդ երիտասարդության կողքին պետք է լինեն փորձարու մարդիկ, մասնագետ մարդիկ, պետք է շատ զգուշ լինենք, որ սա չդառնա մի հոգու թեկուզ շատ հարկելի մարդու կամ մի ընտանիքի այսպես նախաձեռնություն, այլ իսկապես դառնա համապետական այլընտրանք։ Ես կարծում եմ, որ ինքը լուծման կարևոր գործոններից մեկը պիտի լինի, բայց ոչ առանցին վերցրած ամբողջականը։ Մեկ նախադասությամբ Նիկոլ Փաշինյանի մասին։ Չեմ ճանաչում, այլևս իրեն չեմ ճանաչում։ Ժամանակին ավելի երիտասարդ տարիներին ճանաչում էի եւ կարող էի թե դրական, թե բացասական բաներ, տեսակետներ հայտնել, բայց այդ մարդուն այլևս չեմ ճանաչում։ Եվ վերջին հարցը, բլից հարցը։ Հումանիտար միջանցք Նիկոլ Փաշինյանին իշխանապողությունից հետո պետք է տրամադրել անցնցում իշխանապողության համար, թե դուք համարում եք, որ պարտադիր նա պետք է կանգնի դատարանում։ Ինքը արդեն կանգնած է դատարանի առաջ, բայց ոչ առանցին, կան այլ մարդիկ, ովքեր կանգնած են նույն դատարանի առաջ, ամենամեծ դատարանը Աստծոն է, ամենահամաբարփակը դիեզերականը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության, ես կարծում եմ, որ թե հայրենադվության, հայրենազրկման, կապիտուլացիա, հազարավոր զինվորների կյանք եւ մնացած շատ բաներ ենթադրում են, որ Հայաստանի Հանրապետության ապակա անկախ դատախազությունը, անկախ ազգային մարմիններ, որոնք ենթակա չեն մի հոգու եւ որոնք իրենք քրեական գադարմամբ իրականացնում են մի հոգու գամքը, երբ որ ունենանք այդ պետական մարմինները, իրենք պետք է որոշեն, թե հիմք կա թե չկա։ Ես կարծում որ շեմը ապահովված է։ Ես նկատի ունեմ, որ հաղթող կոալիցիայի մի մաս եք, ասենք, դուք հաղթող կոալիցիայի մի մաս եք, գիշերն է, հունիսի 7-ի 8-ի գիշերը, եւ դուք ինչ կորոշեք, վերցնել հեռախոսը զանգել Նիկոլ ջան, գնա հանգիստ, թե ասել ինչ ուզում է թողանի, մենք դրա դեմը կառնենք։ Իզնից կախված չէ, ինչ լինելու է եւ լինելու է շատ գդրուկ իմ կարծիքով։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Merci,